Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ն այսօր Հռոմի հարևանությամբ գտնվող Կաստել Գանդոլֆոյի առաքելական պալատում հանդիպել է կաթոլիկ եկեղեցու հովվապետ Հռոմի Պապ Լևոն 14-րդի հետ։ Հանդիպման ընթացքում Գարեգին II-ը խոսել է տեղահանված արցախահայության հիմնախնդիրների, Արցախում ոչնչացման վտանգի առջև կանգնած հայ հոգևոր եւ մշակութային ժառանգության պահպանության, ռազմագերիների եւ պատանդարվածների ազատ արձակման մասին հաղորդում է Մայրաթոռի տեղեկատվական համակարգը։ Ադրբեջանցի ուժայինները հայտարարում են Շուշիում զինամթերքի մեծ խմբականակի հայտնաբերման մասին։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության, ներքին գործերի նախարարության եւ ականազերծման գործակալության համատեղ հայտարարության համաձայն Շուշիի շրջանի Քիչիկ Գալադարասի հայկական անվանումը Հին Շեն գյուղում մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է հայտնաբերվել եւ առգրավվել։ Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեսանյութերում երևում են ինքնաձիգեր, հատրճանակներ, շարժական ռադիոկայաններ, սաղավարտներ եւ հայատառ ԱԱԾ գրությամբ զրահաբաճկոններ։ Ադրբեջանի կառավարությունը հրապարակել է 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, որի համաձայն գալիք տարի երկրի ռազմական ծախսերի ընդհանուր ծավալը կազմելու է 5 միլիարդ 120 միլիոն ամերիկյան դոլար։ Ընթացիկ տարվա համեմատ զինված ուժերին եւ ազգային անվտանգությանը հատկացվող միջոցները կաճեն մոտ 90 միլիոն դոլարով կամ 2%-ով, հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը։ Ադրբեջանի կառավարության տվյալներով 2026-ին ռազմական հատկացումները կկազմեն պետական բյուջեի ծախսային մասի 21%-ը։ Genocide is occurring in Gaza. Գազայում տեղի ունեցողը ցեղասպանություն է, այս եզրակացությանն է հանգել ՄԱԿ-ի հովանու ներքո գործող անկախ հետաքննող հանձնաժողովը։ Կառույցի ղեկավար Նավի Պիլայի խոսքով ցեղասպանության 3 հիմնական պատասխանատուներն են վարչապետ Նեթանյահուն, նախագահ Իցխակ Հերցոգը եւ պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտը։ Քանի որ այս 3-ն իսրայելցի պետական պաշտոնյաներ են, դրանից հետևում է, որ կատարվածի համար պատասխանատու է նաեւ Իսրայելի պետությունը, նշել է Պիլայը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ամերիկյան ամենահեղինակավոր պարբերականի New York Times օրաթերթի, իրեն հասցված բարոյական վնասի դիմաց 15 միլիարդ դոլարի փոխհատուցում պահանջելով։ Թրամփի պնդմամբ թերթը կեղծ եւ զրպարտչական տեղեկություններ է տարածել իր եւ սկանդալային պատմություններով հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտայնի հարաբերությունների մասին։ Reuters գործակալության տեղեկություններով Թրամփի հայցը քննվելու է Ֆլորիդայի դատարաններից մեկում։ Այսօր կյանքի 89-րդ տարում մահացել է հոլիվուդյան ամենահայտնի աստղերից մեկը Ռոբերտ Ռեդֆորդը, այս մասին հաղորդում է New York Times-ը։ Ռեդֆորդի դերասանական կարիերան մեկնարկել էր 60-ականների կեսերին, նա խաղացել է 5 տասնյակ ֆիլմերում, որոնցից ամենահայտնիներն են 1969-ին նկարահանված Բուչ Քեսեդին եւ Sundance Kid-ը, Watergate-յան սկանդալին նվիրված եւ 1977-ին 4 անվանակարգերում Օսկար մրցանակի արժանացած Նախագահի ողջ թիկնազորը կինոնկարը, 1993-ին էկրաններ դուրս եկած Անպարկեշտ առաջարկությունը։ 1980 թվականից Ռեդֆորդը նաև ֆիլմեր էր բեմադրում, դրանց ընդհանուր թիվը հասնում էր 1 տասնյակի։